այստեղ երևի պետք է մենակ մի բան ասես բզզզ տիտերնիկի թևերով էլ ինչ պիտի անես, պետք է բզզաս Okay Ազալյաների ժամանակը եկել ենք ես մեր սիրած այգին Brookside Garden-ը Երևի մի 3 շաբաթ առաջ ենք եղել վերջին անգամ Այս ազալյաները դեռ չէին բացվել Հիմա ազալյաները բացվել են ու մենք եկել ենք նորից ստեղ Սամսիբիա ռեժիսոր մի քիչ նկարեմ հա այն վարդագույն ազալյաներն էին հիմա նայ սղկցենք այսակաս այստեղ էլ էս էլա էս ինչ գույնա չգիտեմ Արդեն վարդագույնը մի քիչ չի ասի բայց էս էլա սիրուն գույնը Կարելի էր էս գույնի շոր հագնել Որ ասում եմ ամեն ժամանակ տարբեր է այս այգին, տարբեր է Մենք եկանք մի ամիս առաջ, որ լրիվ ուրիշ ծաղիկներ էին Պիկ ծաղկման ժամանակ Հիմա եկել ենք այս ազալյաների ժամանակ, ամբողջ այս այգին ազալյաներով լի է ու տարբեր գույնի ազալյաներով Այսա կգնանք կամաց կնկարեմ Այս էլ հետևումս էլ ես Սպիտակ ազալյաներն են Նայում եք Նա շատ հետաքրքիր Ես են չէի տեսել Հալա Ինձ թվում է մագնոլիայի տեսակ ասա Հա էսա Անունը ծառի Այս տարածքում նայեք, թե քանի գույնի ազալյաներ կան Ստեղ այս վարդագույնը մուկ Հետո սպիտակ, հետո կարմրավուն, հետո բաց վարդագույն Հələ նայ ինչ կան տեսականի կա Այս էլ ամբողջական ազալյաների պատա Ֆոնը ամբողջական ստեղծված Այս էլ մի հատ հսկայական տարածք է Ու բոլորը այս են խիտ ազալյաներով Մեղուները կան իմիջայլոտ Շատ սիրուն է այս այգին Մարդիկ լավ էլ ման են գալիս Որ թիտերնիկների բանը կա Ցուցահանդեսը կա Առանձին տարածք կա, որտեղ այդ թիտերնիկներն են Այս տոմսը պետք է օնլայն առնես Այս էլ այդ թիտերնիկների մասն է, որ մարդիկ պետք է օնլայն առնեն Օնլայն առնում են, ես չեմ մտել Կարելի է այս դեռ շարունակվում է, կարելի է մի օր գալ Այս կողմում է Որ գալիս ենք այս այգին, նայում մտնում ենք այս ջերմոցային տարածքը միշտ Կողքն է Ես ամեն անգամ մի փոքր նկարում եմ նաև ստեղից Չնայած ստեղ գրեթե նույնն է այս ժամանակ Երբեմն սեզոնային ծաղիկներ են դնում Տեսնենք բանանները մի քիչ մեծացել են Անցյալ անգամ եկանք բանանները շատ փոքր էին Ասել կակտուսների մասն է Հետաքրքիր է այս մեկը ինչ ծառա Գրված է, ծառերի վրա գրված են, որը ինչ է Կակտուսների տեսակները նույնիսկ գրված են Անցյալ անգամ կարմիր սիրունդիկներ կային Հա, հիմա եկան Լավ էլ կարմիր են, ոսկյա տիկնիկները Շատ սիրուն է ստեղ Մեկ այստեղ բանաններ կային, որ փոքր են հələ Չեն հասունացել, նրանք հասունանում են, չէ? Նոր պիտի լինեն, չէ? Ես ժամանակ կա, որ ստեղի բանաները մեծ տեսել եմ, կախված Այս սրան առաջ կար, հիմա փակված է ժամանակավոր Այսա, ուրիշ բան, շատ նոր բաներ ես չեմ տեսնում Նկարեմ Հետաքրքիր է այս ծաղիկը
Տեսել ես էսի։ Մոտիկացնեն։ Իրոք պետք է անցնենք, ուրիշ ճանապարհ չկա, այստեղ փակված է։ Ok, այստեղ է փոքրիկ կամուր են սարքել։ Այս անգամ այսքան է այս ջերմոցից։ Թիթեռնիկների ցուցահանդեսի մասին ասեն ծաղագին թիթեռնիկներ են։ Դրա անունները իրանց նույնիսկ ստեղ գրված է։ Կարելի է գնալ, չէ, մի օր հավեսն այստեղը լինի, տոմսը կառնենք, կամ եթե գոհարը մեր համար տոմս առնի, ես մեծ հաճույքով կգամ այս թիթեռը։ Մենք շատ ենք ուրիշ տեղեր եղել այդ թիթեռնիկների ցուցահանդեսը, այստեղ չգիտեմ, այդքան լավ կլինի թե չէ։ Այստեղ երևի պետք է մենակ մի բան ասես, բզզզ։ Թիթեռնիկի թևերով էլ ինչ պիտի անես, պետք է բզզաս։ Okay։ Եղել է Rose Garden-ն է, բայց վարդերի համար, վարդերի պարտեզն է, բայց վարդերի համար դեռ շուտ է, մայիսի վերջին են գալու։ Գուցե այնտեղ գնանք մի հատ, արի այս կողմով, այնտեղ հələ կակաչները մի թեթև մնացել են, վարդերը սկսել են, բայց շուտ է հələ վարդերի համար։ Կակաչները դեռ մի քիչ մնացել են ապրիլի կեսերից, այդ կակաչների ժամանակներ, մենք եկանք նկարեցինք, բայց պիկը արդեն անցել է կակաչների։ Նայի կակաչները արդեն առաջվա համայնքը չունեն։ Կարճ է տևում, ինչ ասես։ Այն նախորդ նկարներում, որ եկանք, մոտ երևի 3 շաբաթ առաջ էր, կակաչները շատ ավելի սիրուն էին։ Պիկի ժամանակ մեկ եկանք նախորդ Brookside Garden-ի վիդեոյում որ նայեք, կտեսնեք կակաչները ինչ հրաշք կակաչներ կային ու ինչքան շատ էին։ Այս այնիկվա կակաչները մեր մնացած։ Հիմա այս ծաղիկների ժամանակն է, ում ենտեղ։ Ես հիմնականում այս անգամ եկել եմ այս ծաղիկները նկարելու համար։ Սիրում եմ ես սրանք։ Հատուկ էլ նենց կապտավունի փրֆոնով հակա, որ այս ծաղիկների մոտ էի գալու։ Վաշինգտոն DC-ում շատ տեղեր կան այս հետաքրքիր ծաղիկներից։ Ավելի խիտ, ավելի շատ, բայց սա համատաբար մեզ մոտ էր, դե համար մենք ստեղ եկանք այս տարի։ Մի տեղ էլ կա այս ծաղիկներից շատ, հիմա գնում ենք դեպի տեղ։ Իսկ ընդհանրապես Վաշինգտոնում ես տեղեր գիտեմ, որ շատ են, ուղղակի հեռու է, ավես չկա այդքան ճանապարհ մեքենա քշել։ Այս թարմաները նոր են սարքել, սրանք մի քանի տարի հետո, այս ծաղիկները ուշ են աճում, դժվար են աճում, մի քանի տարի հետո հսկայական կշատանան մի անգամից։ Վաշինգտոն DC-ում շատ ուրիշ տեղեր կան, որ ավելի շատ են այս ծաղիկները, այս տեսակը։ Բայց նրանք մեր տանից մի քիչ հեռու են։ Դումբարդո պարկ կա, որ այս ծաղիկների համար են հատուկ գնում այս ժամանակ։ Սա ամենամոտն է մեր տանը։ Ու մի քանի տարի հետո սրանք ավելի կշատանան, որտեղ սրանց թարմանները նորացրել են ու նոր են սկսել շատանալ։ Ես մի քանի հատ նկարներ կդնեմ, որ ժամանակին եղել ենք իհարկե, այս տարի չգնացինք, ըստ երևույթին արդեն ժամանակն էլ անցնում է։ Սա Վաշինգտոն DC տեսարժան վայրերից մեկն է, որտեղ այս ծաղիկները
շատ կան, վիստերիա են կոչվում այս ծաղիկները այստեղ։ Իսկ այս նկարները, որ դրել եմ, սա Տումբարդո տուն թանգարան է եւ իր պարտեզն է։ Շատ հետաքրքիր։ Շատ են, չէ՞ այստեղ։ Լույսը պետք է հասկանալ ոնց անել, որ սիրուն դուրս գա։ Որտեղ լույսից շատ բան է կախված։ Այստեղ ամենաշատն է այստեղ։ Պիկն է։ Ու գույները մի քիչ բացվել է, որովհետև մուգ էին իրանք իրականում։ Հիմա արդեն որ ժամանակը անցնում է, իրանք գույնը բացվում է։ Japanese wisteria. Հոտել ունի մի տեսակ հետաքրքիր։ Okay, stop by it. Կարո՞ղ եմ քիչ բացեմ։ Ճարում ոտ։ Ինչ ասեմ։ Լույսից շատ բան կախված է, թե ոնց դուրս կգա նկարները։ He's going to see some more photos. See what else we can see in this garden. That's what it was. See what else we can see. Երեխեքին է նկարեմ, որոնք նկարում են այս ծաղիկները։ Դա էլ է հետաքրքիր։ Հասցրեցինք վերջապես այս ծաղիկների ժամանակը։ Արդեն մի քիչ գույնը բացվել է, բայց դեռ սիրուն են իրանք։ Սովորաբար ավելի մուգ են լինում։ Ողջ այս տարածքը այս ծաղիկներն են։ Այստեղ պիոններ կան, այս պիոններն են նկարեն, պիոնների հատուկ դաշտ կա, այդ տեսա հիշեցի, պետք է գնալ արդեն ժամանակն է ուրեմն։ Պիոնները երևի ամենասիրած ծաղիկներից մեկն է։ Այս չգիտեմ, Շուշան են, ինչ են սրանց անունները, այս ծաղիկների, կարող եմ այդտեղ գրած լինի։ Սակե։ Հայերեն չգիտեմ ոնց է, եթե մեկը գիտի կարող է գրի։ Ջոյստակ։ Թվում նույն գույնին ենք, չէ նույն գույնին չենք, հիմա ավելի կապտավուն են։ Would you like for me to take a picture of you? Մարդիկ առաջարկում էին նկարվեին։ Այս սպիտակներն էլ եմ սիրում։ Ես մի անգամ ստեղ ունեմ նկարված սպիտակ շորով, հատուկ եկել եմ սպիտակ շորով։ Եթե հանկարծ կիրակի գա, սխալվեմ շաբաթ օրը, սպիտակ շոր եմ հագնելու, որտեղ սպիտակ շորով շատ սիրուն նկարներ է ստեղ դուրս գալիս։ That was a big place there, Joe, in Sarasota. Այս իմ սիրած տեղերից է, որ գալիս եմ տեսնում եմ մարդ չի լինում, անպայման ստեղ գալիս եմ։ Որովհետև համ այդ ճապոնական տաղավարն է երևում, համ այս սիրուն լճի տեսարանը։ Ստեղ հատուկ վյուի տեղ է ստեղծված, որ մարդիկ կանգնեն նկարվեն։ Այդ սիրուն է այսպես հատուկ պատվանդանը, ինչա չգիտեմ, պատրաստել են դրա համար, որ մարդիկ կարողանան այստեղ կանգնեն նկարվեն։ Այստեղ կանգնել ենք, ահա այստեղ, ու իմ հետևում այս ճապոնական տաղավարն է։ Մի գնա, տակ մի հատ հանգստություն է գալիս, որ ստեղ ես գալիս, թռչունների ձայնը, այս բադերը, սագերը, Տորտեր կան, ես տեսա քանի հատ, կրյաներ կային, մեծ կրյաներ ես տեսա նոր մի քիչ առաջ ստեղ։ Այս սրանք չգիտեմ, բադ են թե սագ են, սագի ու բադի տարբերությունը որն է, թե չգիտեմ։ Դա ավելի փոքր։ Կազ է, կազ։ Իր օրինակ։ Մեծ կրյաներ են այս փոքրիկ լճակում լինում։ Պարոն սագ։ Ապսուպ կլներ։
բռներ, հետաքրքիր է, սրանց մի սուտվում, հա, կուտվի երևի։ Կարելի է փորձել։ Հելոք մնացեք, թե չէ։ Կուտենք ձեզ։ Հայաստանը մններ երևի կուտեին, գիտես։